Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուհի Շպապյանն եմ, տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Գիտեք, վերջին օրերին առանցքային թեման ԱՄՆ փոխնախագահի այցն է, երեկ էլ վարչապետը հարցազրույց տվեց, որտեղ ամփոփեց, կարևորեց այդ այցը, գերկարևորեց եւ հիմա այնուամենայնիվ դրան զուգահեռ մենք Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այսպես որոշակի ջղաձգումներ էինք տեսնում, վարչապետը երեք փորձեց կարծեք թե հենց այդ ջղաձգումների պատասխանը տալ, նա հայտարարեց, որ Ռուսաստանի շահերին վնասելը Հայաստանի օրակարգում չէ եւ որ ջերմ հարաբերություններ ունի օրինակ Պուտինի, Միշուստինի հետ եւ որ այս ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանի բալանսավորված կամ բալանսավորման քաղաքականության արդյունք է։ Եթե ընդհանուր գնահատենք այս պատմական այցը, որ կողմերը երկուսն էլ այդպես գնահատեցին, ինչ ստացավ Հայաստանը։ Հայաստանը ստացավ մի կարգավիճակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես գերտերության նման բարձրաստիճան պաշտոնյա նախ այցելեց Հայաստանի Հանրապետություն, այսինքն բացի ճանաչելիություն, նաև կնքվեցին որոշ հայտարարություններ, ստորագրվեցին հայտարարություններ, որոնց տակ մեծ բովանդակություն է, որոնց արդյունքը, այսինքն տնտեսական բոլոր այդ արդյունքները մենք շատ մոտ ապագայում տեսնելու ենք։ Եվ այս ամենը նաև խոսում է այն մասին, որ նման գերտերությունը աջակցում է մեր խաղաղության օրակարգին եւ աջակցում է ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլ աջակցում է կոնկրետ ներդրումների եւ գործնական քայլերի տեսքով։ Տեսեք, հատկապես ուզում եմ անդրադառնանք այն շփոթին, որը ստեղծվել էր հենց ուրեմն թարգմանական որոշակի սխալի արդյունքում, հատկապես այսպես ընդդիմադիր հատվածը, գիտեք ինչպիսի մեծ աղմուկ է արտահանում, թե ներդրում թարգմանչական շփոթ Վենսի հայտարարության շուրջ ինչ էր իրականում ասել Վենսը եւ փաստորեն ինչու ստեղծվեց այս խառնաշփոթ իրավիճակը, որ բոլորովին է ներդրումների մասին չի խոսքը, այլ արտահանումների եւ թարգմանչական մի բառի պատճառով, շփոթի պատճառով լուրջ խառնաշփոթ ստեղծվեց։ Նախ պետք է նշեմ, որ Վենսը հեռանալիս, եթե տեսել եք, այնտեղ լրագրողներին ճեպազրույց տալիս, նորից կրկնում է ներդրում բառը, հետևաբար այստեղ չգիտեմ այդ մի շփոթը ինչքան լավ է որ դա էլ եղել էր, որովհետև առիթ կլիներ որևէ բացասական բան ասելու, բայց պետք է նշեմ նաև որ երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, պետք չի նաև բառացի միշտ դա որպես գումարային տեսքով ներդրում հասկանալ, որովհետև շատ մեծ ներդրում կարող է լինել քաղաքական առումով, ներդրումա դա այդ այցը ինքը արդեն իսկ որպես աջակցություն կարող է դա ներդրում լինել։ Ես արդեն ասում եմ այն թե ինչպես կարող ենք նաև բացել ներդրում բառը երկու նմանատիպ հարաբերությունների պարագայում, բայց ելի եմ ասում, որ հեռանալիս այդ մարդը նույնպես, որովհետև այո, Nvidia-ի չիպերի մասին է խոսքը, որոնք գալու են այստեղ կազմակերպություն բացել, որը բացելու, որն էլ իր հերթին նաև շղթայական այլ ներդրումներ է բերելու եւ ի վերջո, երբ դու նման համագործակցության հեռանկար ես դու ձևավորում որևէ պետության հետ, այս դեպքում Հայաստանի Հանրապետության հետ եւ դու գերտերություն ես, դա չի կարող միջազգային արձագանքը չունենալ եւ իր հետևից չբերել այլ միջազգային գործընկերներ, որոնք նույնպես արդեն պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետություն ներդրում անել։ Հետևաբար սա այլ կերպ քան ներդրում անցալել ես չեմ պատկերացնում։ Տիկին Վարդանյան ինչեր մտահոգ Ռուսաստանը, ոչ թե մտահոգ էր, այլ տեսեք օրինակ Գալուզինի մակարդակով հենց այդ օրը Վենսի այցը դեռ չամփոփված, այնտեղից հիշեցրին, որ բանակցություններ են ընթանում ատոմակայանի ուրեմն նոր ատոմակ
նավակայանի բլոկի կառուցման շուրջ, ի վերջո միաժամանակ խոսվում է մոդուլյար ամերիկյան առաջարկի մասին, որ տարբերակը կընտրի Հայաստանը եւ այս առումով ձեր գնահատմամբ կամ քննարկումներ կան, ինչից եք տեղյակ, արդյոք Հայաստանի ի վերջո որ տարբերակն է ընտրելու ռուսական առաջարկը, ԱՄՆ առաջարկը, Հայաստանի դեպքում որն է ավելի, այսպես ասած, շահեկան։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության համար իր էներգետիկ անվտանգությունը կարևորությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Այնտեղ բացի այն, որ տեխնիկական, այսինքն չափանիշներ են դիտարկվում նմանատիպ օրինակ բան ընտրելիս, հա, ատոմակայանը մոդուլային կլինի, ինչ հզորության կլինի եւ այլն, այդ ամենը շատ կարևոր է եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը ընտրելու է այն ատոմակայանը, որ համապատասխանելու է իր կարիքներին եւ իր քաղաքացիների կարիքներին։ Դեռ որ ըստ էության չկա որոշում։ Որոշման մասով երբ որոշումը կլինի, կարծում եմ կառավարությունը հայտարարություն կտարածի այդ կապակցությամբ, իսկ դիտարկվում են բնականաբար, ինչպես բոլոր հնարավոր տարբերակները դիտարկվում են հասկանալու համար, թե որն է արձագանքում կոնկրետ Հայաստանի Հանրապետության կարիքներին։ Վարչապետը նախորդին անդրադարձավ նաև 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին, նշեց, որ սա պատմաքաղաքական ընտրություն է լինելու ըստ էության, եւ ըստ էության կարևոր դեռ անելիքներ կան այս մասով, անդրադարձավ նաև վեհափառի վեհարանն ազատելու թեմային, բայց նախ սկսենք ընտրությունների մասով։ Տիկին Վարդանյան, դուք տեսնում եք արդեն իհարկե դեռ ժամանակ կա գրանցվելու, մասնակցության հայտեր ներկայացնելու, բայց արդեն որոշակի ուրվագծվում է, թե ինչ ուժեր են լինելու, ինչ խմբեր են մասնակցելու, ինչպես եւ ինչ արագությամբ է օրինակ Նարեկը Կարապետյանը արձագանքում ձեր տարբեր հայտարարություններին, մեծ հաշվով, եթե դիտարկենք, ապա ստեղծված իրավիճակում հաշվի առնելով նաև ուրեմն արտաքին միջամտությունները այս ընտրություններին, ինչպիսի արդյունք եք ակնկալում։ Ակնկալում եմ, որ մոտեցումը մեր ժողովրդի այս ընտրություններին նույնպես լինի որպես պատմաքաղաքական ընտրության տրամաբանությամբ լինի։ Ինչու, որովհետև մի քիչ հեռվից կամ 2021 թվականին, երբ մենք գնացինք արտահերթ ընտրությունների, այդ պահին Հայաստանի Հանրապետության առջև մեծ խնդիրներ էին նախ ծառացած եւ ընտրությունը, այսինքն այդ պահին գնալ եւս մեկ անգամ ամրապնդելու ժողովրդավարությունը, սա այն կարևորագույն քայլն է եղել, որ արել է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դրանից հետո բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել, բոլոր այն ձեռքբերումները, որոնք այս պահին Հայաստանի Հանրապետությունը ունի, ի շնորհիվ կառավարության, ի շնորհիվ բոլոր մեր գործընկերների, ովքեր այս ամենի համար օր ու գիշեր աշխատել են, այս ընտրությունը կարևորվում է նրանով, որ մենք մեր կառուցած ժողովրդավարությունը, որը բերել է մեր պետականության ամրապնդման եւ այս ընտրությամբ պիտի իր հարատեվությունը ամրագրվի, սա այդպիսի ընտրություն է լինելու, այսինքն որպեսզի հնարավորինս մենք մեզ այլևս հեռու պահենք երբևէ գաղութացման ճանապարհից, երբևէ հակաժողովրդավարական կառավարման համակարգ ունենալու ճանապարհից, սա այն կարևոր։ Այսպես վարչապետներ ասում են, ծայրագավառի մտայնությունից դեպի, այսպես աշխարհի կենտրոն։ Այո, դեպի կենտրոն լինելու գաղափար։ Այս ամբողջը եւ կարծում եմ, որ շատ կարևոր է եւ այս ձեռքբերումները պետք է ամրագրվեն եւ ամրագրումը տեղի ունենալու ընտրությունների միջոցով։ Լավ, Տիկին Վարդանյան, բայց ընդդիմությունն էլ, գիտեք, բարբերաբար հայտարարությունների անում ընդդիմադիր մի հատված, որը այս օրերին իդեպ շատ ակտիվ է մարզային այցերի հայտարարությունների հետ կապված, հասարակությանը համոզում է, որ ընդամենը հաշված ամիսներ են մնացել այս իշխանությանը եւ կգանք ու բարեկեցիկ կյանք կապահովենք, վարչապետն էլ 1 դրամ կստանա։ Իսկ նախ ինչ նկատի ունեն ասելով բարեկեցիկ կյանք կապահովենք, հա, այն գործարաններ կբացեն, դպրոցների փոխարեն եւ այլն եւ այլն։ Ես լսել եմ այդ կոնցեպտը, իհարկե անհասկանալի է ինչ կոնցեպտի մասին է խոսքը եւ նաեւ ուզում եմ ասել ինչպես է պատկերացնում որևէ քաղաքական ուժ բարեկեցությունը, եթե ոչ, այսինքն այս մահին
գետնի վրա տեղի ունեցած իրադարձությունները, այն է խաղաղության հաստատումը, դրանից հետո նման թրիփի պես մեգա նախագծի ստորագրումը Ամերիկայի Միացյալ Նահանգների պես գերհզոր տերության հետ, որին հաջորդում է փոխնախագահի այցը, որի հետ նման ներդրումային ենթադրենք բաներն, հա, համագործակցության հեռանկարներ են բացված, որոնք արդեն իսկ բանակցությունների փուլը ավարտել են, ավելի բարեկեցություն, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում ինչպես պիտի դրվեն բարեկեցության հիմքերը եւ մասնավորապես այն պարագայում ինչը ներկայացնում են տվյալ ուժերը, ավելին ասեմ, հիմա բոլոր ուժերը այդ դասակարգի բոլոր ուժերը, որոնց մասին դուք խոսում եք, բնականաբար սկզբում խաղությունն էին փնովում, ասելով որ խաղություն չէ, թղթի կտոր է, պարզվեց հիմա թղթի կտոր չէ, հիմա էլ հələ սպասեք, տեսնենք ոնց որ թե թղթի կտոր չի եւ դա հիասթափեցրել է, բայց մյուս կողմից դուք պատկերացնում եք, չէ, ինչպիսի ախորժակով են գալիս մեր վրա շպրտելով բոլոր իրենց անցած մեղքերի բանը, հանգրվանը, որը եղավ Ղարաբաղի պատերազմի արդյունքում, եւ հիմա գալիս են պատրաստի դաշտում, ինչու՞ չէ, մեծ ախորժակով օգտվելու այդ ամեն ինչից։ Հետեւաբար սա մենք թույլ չենք տալու։ Չի լինելու հետ վերադարձ նախկին բարքերի, չի լինելու հետ վերադարձ ոչ միայն նախկին բարքերի, այլ նախկին Հայաստանի Հանրապետության որպես թույլ սուբյեկտայնությամբ պետության վերադարձ այլևս չի լինելու։ Մենք մեր անկախության եւ մեր պետականության հարատեվության համար պատրաստ ենք պայքարել։ Եվ այս առումով հյուսիսից եկող սպասվելիք վտանգներ չեք տեսնում։ Դե վտանգները մենք այս վերջերս էլ նաև ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություններ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ ուրեմն կարևորագույն հանդիպումներ էին այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, գիտեք Մատվիենկոյի հետ էլ համատեղ ասուլիս տեղի ունեցավ եւ օրինակ պարոն Լավրովի համար խիստ տարօրինակ էր Հայաստանի իշխանությունների անհասկանալի էր այն դիտարկումը, թե Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, չեն անցալում իրենք այս մոտեցումը Տիկին Վարդանյան, այդպիսի բան չկա ասում են։ Հիմա այդ պատերազմը շարունակվում է թե ոչ եւ որքանով հնարավոր եղավ որոշակի կանխել այն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն, որպես պետականություն հաստատած պետություն այս պահին բավականին շատ քայլեր է արել եւ այս առումով, այսինքն իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի համար փոխվել է։ Եվ մեզ հետ համագործակցություն ունեցող պետությունները պետք է հաշվի նստեն այս փաստի հետ եւ աշխարհը ընդհանրապես փոխվում է բնականաբար եւ փառք Աստծո ի օգուտ Հայաստանի է տեղ ունեցել, այն ինչ տեղի ունեցել եւ բացառիկություն է սա այս մահին աշխարհակաղակական բոլոր իրադարձությունները հաշվի առնելով։ Եվ այո, մեր գործընկերները պետք է հաշվի նստեն այս ամեն ինչի հետ։ Այլ ձևակերպում սրան տալ չեմ կարող, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը միշտ գործել է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ հետեւաբար այս իրավիճակում բոլորը պետք է դիրքավորվեն, այսինքն մեր հարաբերություններում դիրքավորումը պետք է հստակ լինի։ Լավ, ձեր գնահատմամբ այս 26 թվականի ընտրություններին արտաքին միջամտությունը որ չափով է լինելու, օրինակ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ստեփան բաց տեքստով ասում է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին կամ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի Դաշնությունից էլ չկան բաց տեքստով հայտարարություններ, բայց իրենց խոսափողերի միջոցով նրանք ամեն կերպ փորձում են այստեղ աջակիցներ գտնել այդ ընդդիմադիր հատվածից եւ իրենց դժգոհությունը հայտնել Հայաստանի իշխանություններից։ Հիմա ձեր գնահատմամբ ուրեմն ինչ չափով կան հյուսիսից եկող վտանգներ այս ընտրություններին։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք ինքներդ ես չասացի, ասում եմ, դուք ինքներդ նկատեցիք, թե օրինակ Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները ինչպիսին են եւ արդյոք կա աջակցություն դեպի իշխանությունը, թե դեպի
ձեր ասած ընդդիմադիր օրինակ այլ ուժերը եւ հետեւաբար ակնհայտ է եւ դա տեսնում են բոլորը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է դա տեսնում, այսպես ասեմ, Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունները թաքուն չեն, մենք դա տեսնում ենք եթերով, հետեւաբար զարմանալ դրա վրա, որ նման գնահատական է տրվում Հայաստանի Հանրապետությունում Եվս ինձ համար անհասկանալի է դրա դեմ պայքարը լրացնել նման խոսափողեր եւ թույլ չտալ որպեսզի հիբրիդային պատերազմի գործիքները օգտագործվեն ձեր երկրում այլ պետության այն է Հայաստանի Հանրապետության դեմ որպեսզի նման գնահատականներ չարժանանալ ինչ վերաբերում է երբ փոխնախագահ ԱՄՆ փոխնախագահը նշեց Նիկոլ Փաշինյանին անունը ասելով որ այս օրակարգը կարելի ասել նախագահ Թրամփի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերով է եկել հասել հաջողության Հիմա եթե Սիրանուշ ջան, եթե մեր վարչապետը այդ ուղղությամբ աշխատել է եւ ունի իր ներդրումը եւ մարդիկ դա տեսնում եւ գնահատում են եւ բարձրաձայնում են այս մասին, բա ինչ պետք է անի, այսինքն փակենք աչքերս եւ ասենք որ ոչ այսպես թե այնպես գալու էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից գալու էր այդ ազդակը գալու են խաղաղության, գալու էր Թրամփի ուղի լինելու, ախր ոչ ես հիշում եմ նույնիսկ ավելին ասեմ Թրամփի ուղին մեր խաղաղության խաչմերուկի տրամաբանության մասա կազմել Այն որը այդքան ծիծաղի առարկա էր, այն որը թղթի կտոր էր, բրոշյուր էր, որը աչուձախ մեր պատգամավորները ցույց էին տալիս։ Տեսեք, երբ ջերմ հարաբերությունների մասին է խոսում վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի բարձրաստիճան այրերի, այդ թվում Պուտինի հետ իր ունեցած տարօրինակ չի թվում, որ մի կողմից կա այդ ջերմ հարաբերությունը, բայց մյուս կողմից Հայաստանի իշխանությունը Վարչապետի ազգային ժողովի մակարդակով բարձրացնում են Ռուսաստանից եկող այսպես խնդիրների, վտանգների, հիբրիդային հարձակումների մասին։ Երբ գիտենք օրինակ նույն ուրեմն մամուլի ազատության առումով ինչ է կատարվում այնտեղ, պարզ է չէ, որ օրինակ Սոլովյովը, եթե չունենար, այսպես ասած, աջակցություն հնարավոր չէր լինի այդպիսի թոք-շոուներ կամ այդպիսի ուրեմն մտքեր արտահայտելու որտեղ է մնում այդ ջերմ հարաբերությունը այս դեպքում Դե մենք խոսում ենք մեր հարաբերությունների մասին, մեր վերաբերմունքի մասին, Այսինքն անկեղծ չի այն կողմից փոխադարձ չի փաստորեն Սիրանուշ ջան։ Փոխադարձ չի սերը։ Լավ, Տիկին Վարդանյան գանք եկեղեցու շուրջ կամ վեհապարի շուրջ ստեղծված այս իրավիճակին, երեք վարչապետը իր հարցազրույցում էլ ասաց, որ ըստեյության այս օրակարգը շարունակում է ակտուալ մնալ հասարակությանը, թերևս իրազեկելու ավելի մեծ բան կա, դաշտ կա դեռևս, որ վեհապարը պիտի վեհարան ազատի, որ եկեղեցին չպետք է ուրեմն զբաղվի քաղաքականությամբ եւ այլն։ Մյուս կողմից տեսնում ենք դատական որոշակի գործընթացներ։ Ձեր գնահատմամբ իսկապես այս գործընթացը, այս խնդիրը փակուղի չի մտել ամբողջությամբ փակուղի, որովհետև վերջին օրերին կամ վերջին շաբաթներին անգամ զարգացումներ էլ չկան, եթե օրինակ այդ 10 եպիսկոպոսների թիվը հնչեց, այսօր օրինակ եւս օրինակ 10-ի միանալու մասին հայտարարություններ չկան։ 30 քահանաների թիվը նշվեց, բայց մենք գիտենք, որ 489 քահանա կա եւ դրանց շատ փոքր մասն են միացել։ Շնորհակալ եմ իրավիճակը։ Փակուղային է իրավիճակը Կտրիչ Ներսիսյանի համար, որովհետև հարցը օրակարգում է, հարցը բարձրաձայնված է եւ հարցը ընթացքի մեջ է։ Ընթացքի մեջ է, այսինքն իրավական դաշտում հնարավոր է լուծում ստանալ սա։ Չէ, Սիրանուշ, ես նկատի ունեմ, որ երբ խոսում ենք այն մասին, որ ձևավորվել է օրակարգ հայ առաքելական, հայաստանյան առաքելական եկեղեցին, այսպես ասած, ազատել ուզուրպացրած, այն ուզուրպացրած հոգևորականներից, այո, հետևաբար այստեղ փակուղում ընկնում են այդ հոգևորականները։ Էս է հարցը, եւ եթե հարցը քանի դեռ օրակարգում է, այդ փակուղին ավելի սեղմվում է կոնկրետ այդ հոգևորականների համար։ Հետաքրքիր է օրինակ Վեհապարը օրինակ հայտարարում էր, որ
վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական այս արշավը արդեն բացահայտ է, մենք տեսնում ենք եպիսկոպոսած ժողովի նախորդին ինչ զարգացումներ են եւ նաեւ վեհապարը մայրաթորը հայտարարեցին, որ փոփոխություն չի լինելու, այն տեղի ունենալու, իսկ գիտեք, որ ոչ թե մայրաթոր Սուրբ Էջմիածնում այն տեղի ունենալու, այս անգամ այլ Վիեննայում եւ այստեղ էլ իշխանությունների լուրջ մեղադրանքներ են հնչեցվում։ Դե մեղադրանքը ո՞րն է, Սրանուշ։ Դե ամեն ինչ արեցիք, որ այստեղ չանեն։ Մի անգամ դեկտեմբերին պիտի արվեր, հետո ձգվեց։ Ես ասում եմ այն ուրեմն խոսույթը, որ նրանք ներկայացնում են, նախ հիմա էլ ամեն ինչ անում եք, որ եպիսկոպոսներից շատերը չկարողանան ներկա լինեն։ Իշխանությունները, երբ ասում եմ ամեն ինչ անում եք, ձեզ հավաքականում ներկայացնում։ Ումից է խոսափում կաթողիկոսը, երբ Կտրիչ Ներսիսյանը, երբ ինքը գնում է եպիսկոպոսած շոխովն անելու այլ օտար ափերում։ Չէ՞ որ իր հավատավոր ժողովուրդը, ինչպես ինքն է նշում, իր հոտը այստեղ է, Հայաստանի Հանրապետությունում է։ Այդ մարդիկ սպասում են, որ որևէ պատասխանով, որևէ պարզաբանմամբ, որևէ մարդկանց սրտերը փարատող հայտարարությամբ հանդես կգա Կտրիչ Ներսիսյանը։ Այդ օտար երկրում ինչ պետք է անի Կտրիչ Ներսիսյանը, որ այստեղի հավատավոր ժողովուրդը իրեն բավարարված զգա այս հարցականների համար իր պատասխանները ստանա։ Ով կարող է իրան ստիպել, եթե ինքը այդպիսի մեծ աջակցություն ունի Հայաստանի Հանրապետությունում, որպես իր հավատավոր հոտի կողմից, ով կարող է իրան նման բան ստիպել։ Դե իշխանությունների ճնշումները շատ էին, նշվում է, որ իշխանությունները անընդհատ այս թեմայով փաստորեն ճնշումներ են գործադրում եւ այլն։ Իդեպ այստեղ կներեք, էլի, երբ ասում ես, որ դու քո կանոնագիրքը չես պահել, մարդը իր կանոնագիրքը չի պահել, այդ ժամանակ դա ճնշում է։ Տեսեք, այսինքն եթե ես հիմա մի հատ օրենք խախտեմ եւ որևէ մեկը ինձ ասի, գիտես, դու օրենք ես խախտել, ասեմ, վայ, դու ինձ ճնշում ես, չէ։ Տիկին Վարդանյան, հետաքրքիր է օրինակ հետևել եք վերջին 10 օրերի ընթացքում, 10 օրերի ընթացքում օրինակ Մոսկվայում, Վրաստանում, Մոսկվայի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ընդհանուր Կրասնոդարում, այսպես բողոքի ցույցեր էին Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված, առայն որ դուք ուրեմն ճնշումներ եք գործադրում հայ առաքելական եկեղեցու վրա եւ հետաքրքիր է, որ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, այս անգամ նաեւ վերջին օրերին նաեւ Վրաստանում կարծես թե փոքր ակցիա իրականացվեց, այդպիսի հարյուրավոր քաղաքացիներից բաղկացած բողոքի ցույցեր են, այս առումով ձեր գնահատականը նախ ինչպես է, ի վերջո համայնքներ են, հայ համայնքներ են, որոնք համաձայն չեն ձեզ հետ ու դժգոհություններ ունեն, բողոքի ցույց են անում այդ երկրում։ Հասկանում եմ, որ հայ համայնքներ են, բայց իմ կարևորագույն պարտականությունն է հետևել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արձագանքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներին եւ սպասարկել դրանք։ Ցավոք չեմ հետևել ինչա տեղի ունեցել, բայց նորից եմ ասում, որ ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս գտնվող եւ տեղի ունեցող իրադարձություններն են, դրանք առավելություն ունեն։ Եթե ամփոփենք 26 թվականի ձևավորվելիք խորհրդարանը տարբերվելու է իր որակներով այս խորհրդարանից Տիկին Վարդանյան եւ այս այսպես ասենք այս գումարման խորհրդարանի ՕԳԳ-ն ոչ չափով եք ուրեմն գնահատում հաշվի առնելով որ վերջերս նաև ազգային ժողովի նախագահը ներկայացրեց թե նույն ընդդիմադիրների որքան բացակայություններ ունեն ընդհանրապես այդ ամբողջ տարվա ընթացքում փոխադարձ մեղադրանքները, կռիվները, գզվռտոցները որքանով իսկապես կարողացել է այս խորհրդարանը արդյունավետ աշխատանք ապահովել։ Գիտեք, որ քննադատությունը հանրության շրջանում շատ մեծ է եղել։ Ես ամբողջությամբ ընդունում եմ քննադատությունը հանրության շրջանից, որովհետև պետք է նշեմ, որ ազգային ժողովում բանավեճ չեմ կարող դրան ասել, որովհետև բովանդակության շուրջ չի եղել, այսինքն ստիպված ենք եղել մեղադրանքներին պատասխանել եւ
երևի թե հավուր պատշաճի չենք կարողացել մեր քաղաքացիներին նաև ներկայացնել բոլոր այն բարեփոխումները, որոնք այս ընթացքում արվել է։ Ճիշտ է, փորձում ենք դա լրացնել եւ մեր սոցիալական ցանցերով եւ որոշ տեղեկատվություն տարածելով, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ քաղաքացուն իր բարեկեցության, իր բարօրության մասին բովանդակությունը շատ ավելի հետաքրքիր կլիներ եւ դրա շուրջ ծավալվող բանավեճերը իրական ավելի հետաքրքիր կլինեին եւ պետք է նշեմ, որ վստահ եմ, որ նաեւ եթե լիներ ավելի ուժեղ ընդդիմություն, որը բովանդակության շուրջ մեծ հետ ունենար բանավեճ, մենք ինքներս ավելի արդյունավետ կգործեինք, այսինքն մենք ինքներս համ ընդդիմության դերն ենք այստեղ տարել, համ իշխանության, հետեւաբար ես կիսում եմ քաղաքացիների մտահոգությունը, հույս ունեմ, որ հաջորդ գումարվող ազգային ժողովը իր որակական առումով շատ ավելի բարձր կլինի այս մեկից։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Կհանդիպենք։